Էլի հայրենակիցներ, վերջին շրջանում նկատել են, որ քալիս դավաճանավուհմակի ներկայացուցիչները եւ բավական բարձր մակարդակով փորձում են պիտակավորել ընդդիմադիր դաշտի որոշ ներկայացուցիչների։ Հատկապես ուրեմն խոսքը գնում է Նարեկ Կարապետյանին, մեր ձևով շարժման ղեկավարին, Նարեկին։ Կանխավ նշեմ, որ այդ շարժման հետ որևէ առնչություն չունեմ, Նարեկին չեմ ճանաչում, նրա հորեղբորը չեմ ճանաչում, բայց ինձ հետաքրքիր է հետևյալը։ Ասենք Նարեկ Կարապետյանին ասում եք հոպարի, բուլկի կամ բուլկի։ Ասենք բուլկին միշտ ասոցացվում է դրականի հետ, դա հաց է, հացի տեսակ է, համեղ է, միշտ դրականի հետ է ասոցացվում։ Ասենք քայլից դավաճանավուհմակի ներկայացուցիչներ եւ նրանց տկարամիտ եւ անասուն երկրպագուներ, որ այդպես վիրավորում են մարդուն իբր թե ճակերտավոր։ Ասենք դուք ձեր քայլից դավաճանավուհմակի անդամների ածական անունները գիտեք։ Ավելի լավ է լինես բուլկի, քան դդում։ Ավելի լավ է լինես բուլկի, քան քորխոս։ Ավելի լավ է լինես բուլկի, քան խոսխանձող, ավելի լավ է լինես բուլկի, քան ճենճոտ, ավելի լավ է լինես բուլկի, քան ղուշբազ, են էլ ղուշբազը վատ բան չի, բայց սա վերաբերում է կնոջը, ավելի լավ է լինես բուլկի, քան ուղտ, ավելի լավ է լինես բուլկի, քան թքան եղջերու, ու այսպես շարունակաբար, հա, էլ չասեմ բազմաթիվ նարկոմաններ կան, հենց ասում ես նարկոման կամ թմրամոլ, նույն րոպեին ասոցացնում են համապատասխան մարդկանց հետ, որոնք քայլից դավաճանավուհմակի ներկայացուցիչներ են։ Էլ չասեմ, որ ողջ քայլից դավաճանավուհմակը ընդհանուր առմամբ ասոցացվում է դավաճանության, հայրենավաճառության եւ ստորության հետ։ Այնպես որ, երբ որ դուք մարդուն ասում եք բուլկի կամ հոպարի բուլկի, դուք հələ ձեզ նայեք, ձեր ածական անուններին նայեք, հետո նոր փորձեք այդ լավ ուտելիքը վատ ասոցացումով ուրեմն ներկայացնել։ Այլ ճենճա, քորխոզա, ղուշբազա, եսիմինչ էր։